Ինչ ակնկալիքներով եք։ Եկել ենք Ադեսայից, Ուկրաինայից։ Եկել ենք մեր ուժեղ Հայաստանը բռնելու, մեր Սամվելի կողքին լինենք։ Այսինքն հզոր մարդ, որ այսօր կարած է օտար երկրում կառուցել ամեն ինչ, լսեցիք քանի տեղով ունենք մեր հայկական հայու ձեռով սարքած բիզնեսը, որ մարդիկ աշխատում են։ Ասում են ռուսամետ, ասում են ինձ, ես Ուկրաինայից եմ եկել, Ադեսա քաղաքից։ Ես լինելու եմ Սամվել Կարապետյանի կողքին, իմ հայ ազգի կողքին, իմ եկեղեցու կողքին։ Դուք ունեք ընտրելու իրավունք անձամբ, Այո, ոնց հա, ունենք, երկհաղաքացի ենք, իմ երեխեք ետ եկել եմ ստեղ։ Անհանգստություն չունեք, որ այս իրավական խոչընդոտներ կլինեն կապված։ Չէ, մենք վախկոտ չենք, եթե կարացել ենք դրսում կազմակերպել ու սարքել հայ օջախ, հայ տուն, հայ եկեղեցի, իմացեք Օդեսայում ինչ հասարկված ու ինչ կա։ Իմ հայրենի հողի վրան ծնված մենձեցած մարդ եմ ես ստեղ, խի պիտի վախենամ, ինչից վախենամ։ Ուժեղ Հայաստան ենք լինելու։ Նախկինների մասին ինչ եք մտածում, համագործակցություններից չեք։ Չեմ ուզում դրանց մասին խոսալ։ Բայց հնարավոր է հետագայում ազգային ժողովում լինեն կոալիցիաներ, որպեսզի ընդդիմությունը համալրվի, համախմբվի։ Ունեք այդպիսի մտավախություն, որ կոալիցիաները կարող են լինել ձեր։ Եթե այսօրվա դրությամբ որ ասենք, դուք ժողովրդին չեք նայում իրանց աչքերի մեջ։ Իրանց աչքերին նայեք, ուրախություն տենում եք։ Չկա ուրախություն։ Դժգոհ են սա, դժգոհ են ինչից, ժողովուրդ ջան, ունեցանք կորուստ, ունեցանք հողի կորուստ, ունեցանք մեր երեխեքը 5000 երեխա ենք այսօր։ Դասական խաղաղություն է բերում, խաղաղ Հայաստանը։ Ցավը տանեմ։ Փաշինյանի այլընտրանքը պատերազմ է։ Ցավը տանեմ, լսեք, երեխեք ջան, խաղաղությունը դենց չեն բերում։ Ուզում ես խաղաղություն, զինվի, ուզում ես խաղաղություն, եղի ուժեղ Հայաստան։ Ուժեղ մարդ բտենի ղեկավարը, այդքան բան կասեի։ Ինչքանով եք վստահ, որ Սամվել Կարապետյանի կառավարման ժամանակ ուժեղանա Հայաստանը։ Այն նրանում վստահ, որ տեսել եմ գործով։ Ինչ ասում անում է, այ դրանով վստահ։ Վստահ եմ այն բանը, որ իմ աչքի տեսածին ես հավատում եմ։ Չեն խանգարի իշխանությունները։ Սամվել Կարապետյանի Ոնց կներեք։ Ձեզ համար կարևոր է, որ հենց Սամվել Կարապետյանի ուժը հաղթի ընտրություններում, թե որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չլինի իշխանության։ Նկատի ունեմ այլ ընդդիմադիրների տեսնել իշխանության։ Չէ, ես կասեի, մեր հայ ազգին պետք է ուժեղ առաջնորդ։ Վախկոտ առաջնորդ չենք ուզում։ Մենք սկզբից ուրիշ բան ենք հասկացել։ Սաղդ էլ, դուք էլ։ Բայց ինչ եղավ։ Ասում եմ մի հատ էլ շանս տվեք, ինչ շանս։ Այն ծնողի տունելը գնացեք, անհայտ կորած երեխեքի մասին մի անգամ խոսում են, որտեղ է մեր գերիների մասին խոսում են, հազարավոր երեխեք են այսօր անհայտ կորած, հենց Տաշիրից էլ անհայտ կորած երեխեք ունենք, հասկանում եք, ինչի մասին է խոսքը։ Որտեղից եք։ Ես բնիկ Տաշիրից եմ։ Անուն ազգանուն եք ասեք։ Լավ, Ալիկ։ Շնորհակալություն։ Ուժեղ Հայաստան, Սամվելի հետ։